Նիկոլ Փաշինյանը մեկամսյա դադարից հետո կառավարության անդամների հետ առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, նախանշելով առաջիկա անելիքները։ Փաշինյանը հայտարարել է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ մինչ այդ քաղաքում անհապաղ պետք է սկսել գործնական քայլերը։ Նա պատրաստվում է շրջանցել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ սկսել ճանապարհաշինական աշխատանքներ։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն, ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էդ էլ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած։